Այսօր փետրվարի 14-ն է, օրը երկուշաբթի, եթերում Խոստուփ հեռուստաընկերության Կապանդուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Իրան նորական 1.5 միլիոն լիտր բենզին եւ դիզվառելիք կարտահանի Հայաստան։ Այս մասին իրանական Միհր գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի նավթի վերամշակման եւ տեղաբաշխման պետական ընկերության տնօրեն Ալիրզա Զեյգամին։ Ըստ ձեռքբերված համաձայնագրի իրանական կողմն նորական 750,000 լիտր բենզին եւ 750,000 լիտր դիզվառելիք կարտահանի Երևան, հայտարարել է Զեյգամին։ Իրանական լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ Իրան-Հայաստան 365 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը կշահագործվի 2014 թվականին։ Հիշեցնենք, որ անցած ամիս Թեհրանում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մասուդ Միրկազեմիի հանդիպման արդյունքում Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։ Իրանի նավթի նախարարը նշել էր, որ նավթի խողովակաշարը սկիզբ կառնի Իրանի հյուսիսի արևմտյան Թավրիզ քաղաքից եւ կձգվի մինչեւ Հայաստանի հետ սահմանը։ Թողարկման հիմնական նյութերի մասին նախ համառոտ։ Կիրակի մարդաշատ էր Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ Դառն ընդառաջի արարողությունը Քաջարանում։ Ես նաև այս ամենին մեջ տեսնում եմ ոչ միայն որ պարզապես տոն է, այլ նաև միասնություն է ինքը, միաբանություն, այսօր քաղաքը մեկ մարդու նման է։ Կապանյան ձմեռը Դավիթ Բեկյան ուխտեր հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Միասնական ձևով իրենց առօրյան անցկացնել, կարողանան կտրվել իրենց առօրյա հոգսերից։ Ժողովրդական եւ եկեղեցական տոնացույցում կան օրեր, որոնք սպասված են։ Դրանցից է նաեւ Դառն ընդառաջը, որը խոսակցական հայերենում անվանում ենք տրնդեզ։ Օրվա խորհուրդը հատկապես կարևորում են նորապսակները։ Սուրբ Զատկից հետո Դառն ընդառաջը երկրորդ տոնն է, որը մեծ թվով մարդկանց, հիմնականում երիտասարդների եկեղեցի է բերում։ Հրավիրված ամուսնական զույգերից զատ փետրվարի 13-ի երեկոյան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի էին այցելել Կապանի գրեթե բոլոր նորապսակները։ Հոգևոր հովիվ Գալուստ Վարդապետ Դարբիրյանը հավատարիմ մնալով հայ եկեղեցու առաքելական սովորությանը ծիսական արարողակարգը սկսեց ժամերգությամբ։ Դառն ընդառաջը մեր ավետարանի մեջ հայ եկեղեցու համար դե օդար մյուս առաքելական եկեղեցու համար շատ սիրելի նշանավոր դոմն է։ Դառն ընդառաջ է որ դեսենք, այսինքն դերնդես կսեք դուք։ Դերը դիրոջ ընդառաջել առաջ երթալ կնշանակի։ Աղոթքից հետո զույգերին մեկական մոմեր բաժանեցին։ Այդ լույսը որպես Քրիստոսի փրկության խորհրդանիշ ժամերգության ավարտին տանում եւ լուսավորում են իրենց օջախները։ Խարույկ վառելը ծիսական որևէ իմաստ կամ նշանակություն չունի։ Սա ժողովրդական ավանդույթ է, որն այդ օրը կազմակերպեց եւ իրականացրեց Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնը։ Նախ կենտրոնի ստեղծագործական խմբերը իրենց ազգագրական երգերով ու պարային կատարումներով ողջունեցին հավաքվածներին։ Այնուհետև տանտիրոջ իրավունքով աղանց ու քաղցրավենիք հյուրասիրեցին հյուրերին։ Թատերական խմբի սաներն էլ նոր համարներով ներկայացան հավաքվածներին, միաժամանակ ողջևորելով ամուսնացած զույգերին։ Միջոցառումը հովանավորել եւ նորապսակների համար նվերներ էր պատրաստել Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը։ Դառն ընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնվում է փետրվարի 14-ին։ Այսօր Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հանդաստանի արարողություն էր։ Քաջարանում եւս վերջին տարիներին քաղաքապետ Վարդան Գևորգյանի եւ Կապանի տարածաշրջանի հոգեվոր հովիվների նախաձեռնությամբ կարևորում եւ նշում են եկեղեցական տոները։ Քաջարանցիները աղոթելու եւ մոմ վառելու համար օգտվում են վերին հանդի նոր բարեկարգված եկեղեցուց։ Այստեղ սակայն Սուրբ Պատարագի արարողություն չի կատարվում, քանի որ եկեղեցին դեռևս օծված չէ։ Դա է պատճառը, որ հոգևոր հայրերը Քաջարանում ջրօրհնեքի արարողություն չէին կատարել։ Փետրվարի 13-ին Դառն ընդառաջի ծիսական արարողակարգից առաջ Գեղանուշի եւ Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Ահարուն Քահանա Մելքումյանը նախ կատարեց ջրօրհնեքի արարողություն, որի ավարտին ցանկացողները իրենց հետ բերաստարաններով օրհնված ջուր վերցրեցին տուն տանելու համար։ Այնուհետև ներկաները մասնակցեցին Դառն ընդառաջի երեկոյան ժամերգությանը։ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանը նաև կատարեց նորապսակների օրհնության կարգ։
Մոսեսի օրենքի համաձայն, ինչպես որ Մոսեսը հաստատեց, ասում ամեն արու, որ արգանդ է բացում, պիտի ընծայվի Աստծուն։ Եվ 40-րդ օրը Հիսուսին տարան տաճար եւ ընծայեցին Աստծուն։ Այսինքն սա ընտանիքի խորհուրդն էր եւ ընտանիքի պտուղն էր, որ հանձնեցին Աստծուն, եւ մեր Սուրբ հայրերը այս կարգը վերցրել են եւ իրենց զավակ, երբ 40 օրական է դառնում, բերում են 8 օրականում մկրտում են եւ 40-րդ օրը գալիս են եկեղեցի, արդեն երեխայի հետ մայրը գալիս է եկեղեցի, ուրեմն մորը 40-ից են քանում եւ երեխային ընծայում Աստծուն։ Եվ քանի որ այստեղ արդեն կար Հովսեփը, Մարիամը եւ Հիսուս, ընտանիքի խորհուրդը կար, հետեւաբար այս խորհրդով մեր վեհապար հայրապետը Գարեգին II Ամենահայոց կաթողիկոս հաստատեց նահապասակների օրհնության տոն, որպեսզի իրենք էլ վայելեն այդ հրաշալի բերկրանքը օրհնությամբ։ Ավանդույթը չխախտելով այս անգամ էլ քաղաքապետ Վարդան Գևորգյանը եկել էր անձամբ շնորհավորելու նահապասակներին։ Այսօրվա զույգերը հիմնականում մեկ տարվա ընթացքում ամուսնացող անձինք են եւ պարզապես ավանդական օրը, գեղեցիկ օրը, համախմբվածության օրը, ես նաեւ այս ամենի մեջ տեսնում եմ ոչ միայն որ պարզապես տոն է, այլ նաեւ միասնություն է ինքը, միաբանություն, այսօր քաղաքը մեկ մարդու նման է այս միջոցառումների ժամանակ։ Շնորհավորում եմ բոլոր նահապասակներին, այսօր հայոց եկեղեցում բոլոր վայրերում է այս տոնը, բոլորը մաղթենք հաջողություններ, թող եկող տարի ավելանան զույգերի թիվը։ Շնորհավորում եմ բոլորին։ Եկեղեցու բակում պատրաստված սեղանի շուրջ միմյանց շնորհավորելուց հետո նորապսակները շուրջ պարբռնեցին խարույկի շուրջ։ Իդեպ այն վառելու պատիվը տրվեց տարվա ամենավերջին ամուսնացած զույգին։ Զուռնադհոլի հնչյունների ներքո զույգերը ձեռք-ձեռքի տված սկսեցին թռչել խարույկի վրայով։ Ըստ ժողովրդական պատկերացման խարույկի վրայով թռչելով զույգերը ազատվում են չար ուժերից։ Քաղաքապետ Վարդան Գևորգյանի կողմից 56 նորապսակները նաև նվերներ եւ ծաղկեփնջեր ստացան։ Շատ լավ է, ինձ թվում է մոտակա տարիների ընթացքում ավելի կլավանա ու շատ լավ կլինի։ Շատ հաճելի էր, ուրախ ենք, ցանկանում ենք ամենքին բարի, թող այս տարին բարիք բերի բոլորին։ Մեր ժամանակին այդպիսի բաներ չի եղել, մենք ամուսնացել ենք 30 տարի առաջ։ Հիմա որ նայում եք շատ լավ է, առաջադիմություն է, թող միշտ լավ լինի, ցանկանում եմ լավը բոլորին։ Տեղեկացնենք, որ գալիք շաբաթ հայ առաքելական եկեղեցին կտոնի Սուրբ Սարգսի տոնը, այն եւս երիտասարդների ամենասիրելի տոներից մեկն է։ Նաեւ նշենք, որ փետրվարի 14-ից սկսվում է Պահքի շրջանը, որը տևում է 5 օր, մինչև փետրվարի 18-ը։ Սուրբ Վալենտինի տոնը կամ ինչպես հիմա առավել շատ օգտագործում են սիրո օրը, կաթոլիկ աշխարհը նշում է մեծ խանդավառությամբ։ Վերջին